Մենակ ուզում եմ, որ այսօր վերցնես հավատքով այն, ինչ որ Տերը ուզում է, որպեսզի տա մեզ, հալելույա, որտեղ Աստծո ձեռքը երբեք չի կարճացել օգնելու, Աստված երբեք իր երեսը չի թեքել իր ժողովրդից, այլ նա միշտ հնարավորություն է տալիս իր ժողովրդին, որպեսզի ժողովուրդը գա, ապաշխարի եւ բժշկվի, հալելույա, ամեն։ Եվ Աստծո փափագն է, երբ որ նա ասում է, ով թե հետ դառնային, եւ ես կբժշկեի նրանց։ Ով թե հետ դառնային։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ կարող է լինեն Աստծո մեջ իրենց պատկերացումով, բայց Աստծո հետ չլինեն։ Որտեւ Աստծո հետ լինողները նրանք սիրո պակաս չունեն։ Որտեւ Աստծո մեջ լինողները երբեք, նորից եմ ասում, երբեք չեն կորսվի։ Որտեւ Աստված ամեն ժամանակ հոգա տանելու, Աստված ամեն ժամանակ ներելու է, Աստված ամեն ժամանակ բարձրացնելու է։ Եթե մենք խոնարհվենք, եթե մենք ասենք, այո, Տեր, մենք մեղավոր ենք, դու արդար ես։ Եթե մենք գանք Աստծո առաջ ու ասենք, Տեր իմ Աստված, քանի որ հին մարդը, մարմինը, ամեն ժամանակ պատերազմում է քո հոգու դեմ, խնդրում ենք զարգացրա մեր ներսի մարդուն, որ նա դեմ կանգնի հին մարդուն։ Որտեղ եթե մենք չաճենք, թույլ չտանք, որ Աստված մեր մեջ աճեցնի այդ նոր մարդուն, հին մարդը ամեն ժամանակ լինելու է հարձակման տակ։ Որտեղ մարմինը տկար է, հոգին հոժար։ Եվ այսօր ամենակարևորը նա է, որ մենք հասկանանք, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի Աստծո հրաշքը մեր կյանքում կատարվի։ Ինչ պետք է խնդրենք Տիրոջից, որպեսզի Աստծո անունը միշտ փառավորվի եւ նա պատասխան տա, հալելույա։ Միշտ Աստված ծրագիր է ունեցել իր ժողովրդին փրկելու։ Չի եղել մի դեպք, որ Աստված թողեր իր ժողովրդին ու լիարժեք վերացներ։ Նա միշտ թողել է մնացորդ, նա միշտ թողել է մարդկանց, նա միշտ նոր սերունդ է բարձրացրել, որպեսզի Աստծո ժողովուրդը տեսնի այդ հրաշքները եւ քայլի այդ հրաշքների մեջ։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ժողովրդի չարության պատճառով մենք տեսնում ենք, թե ոնց է թշնամին գերեվարում Աստծո ժողովրդին։ Ինչ եք մտածում, այսօր փոխվել է սատանայի գործել ավեճը։ Ոչ։ Երբ նա գալիս եւ գերի վերցնում մարդկանց, երբ որ մարդիկ չարություն են անում Աստծո առաջ։ Եվ չեն գնում նրա ճանապարհներում, եւ չեն հնազանդում, խոնարհվում, եւ չեն ուզում տեսնել այն ապագան, որ Տերն է կառուցել, այլ նրանք սկսում են քայլել այնպես, ինչպես իրենց միտքն է թելադրում, ինչպես իրենց ցանկություններն են։ Բայց Աստված տալիս է մեզ հնարավորություն հասկանալու ճշմարտությունը, հետ դառնալու Աստծուն եւ քայլելու Աստծո հետ։ Հալելույա։ Որտեւ Աստված ամեն ժամանակ պատրաստում է իր ժողովրդի համար հրաշքների ճանապարհ, հրաշքներով լի կյանք։ Որտեւ երբ որ մենք տեսնում ենք Հիսուսին քայլելուց, նա ամեն օր, ասա ամեն օր հրաշք էր անում իր աշակերտների առաջ ժողովրդի մեջ։ Իսկ եթե դու Աստծո ժողովուրդ ես, ապա քո առաջ Աստված հրաշք ունի անելու, հալելույա։ Ու եթե դու դեռ մինչև այսօր չես տեսել Աստծո հրաշքները, այսօր օրն է։ Փառք Հիսուսին, ամեն։ Շատ լավ խոսք էր, երբ որ սա ծաղրում էին, բայց Աստված ուրիշ ձև էր մտածում։ Երբ որ բոլոր թշնամիները պատել են եւ չկար մեկը ազատելու, Աստված արդեն ծրագիր ուներ իր ժողովրդին ազատելու։ Փառք Հիսուսին։ Եվ այսօր Աստված ծրագիր ունի յուրաքանչյուրի փրկության համար։ Շուրարի կողքին 10 Աստված ծրագիր կունի քո համար։ Բայց դու պետք է մտնես այդ ծրագրի մեջ։ Դու ստես։ Եթե դու չմտնես այդ ծրագրի մեջ, փրկությունը չի գա, ոչ էլ հրաշք կլինի։ Գիտեք, մի հատ հետաքրքիր բան էր, որ իմ հոգու մեջ ես տեսնում էի, պատկերացրեք Մորենին վառվում, հա։ Ինչի մեջ էր Մովսեսը։ Նա աշխատանքի մեջ էր, ոչխար էր պահում։ Փառք Հիսուսին։ Այսօր շատերս գործեր ունենք, աշխատանք ունենք, հալելույա, ամեն, որ կերակրենք մեր ընտանիքները։ Փառք Հիսուսին դրա համար։ Եվ Աստված հոգ է տանում մեր ընտանիքների համար։ Այնպես չի, որ Աստված ասել է, որ արդարի զավակը պետք է մուրա, արդարը պետք է, կարիք ունենա, նա ասում է դուք կարիք չպետք է ունենաք, որտեղ ես եմ ձեր հովիվը։ Ու պատկերացրեք, երբ որ Մովսեսը եկավ կանգնեց մի վայրում,
Գործի մեջ էր ինքը։ Այսօր բոլորս ինչ-որ գործի մեջ ենք, ճիշտ է։ Չասես չէ, որ բոլորս աշխատում ենք, ինչ-որ բան անում ենք, հալելույա, եթե մարդիկ կան, որ չեն աշխատում, իրենց տանն են աշխատում, աման են լվում, շոր են լվանում, տուն են մաքրում, չէ, բոլորս գործի մեջ ենք։ Ոնց որ Մովսեսն էր գործի մեջ։ Բայց Աստված նպատակ ուներ։ Աստված Մովսեսին պահել էր, որ իր ծրագրերը իրագործի։ Գիտեք, Աստված յուրաքանչյուրի պահել է, որ իր փրկության ծրագիրը քեզանով, ասա ինձանով, իրագործի քո շրջապատում։ Առաջինը քո տան մեջ, հետո քո շրջապատում։ Որովհետև եթե Աստված ծրագիր ունի, դու պետք է ինչ անես, տեսնես այդ ծրագիրը։ Դու պետք է լսես ասում, որ գնաս այդ տեսիլքի մեջ։ Ինչ անում սատանան։ Սատանան խափանում է, զբաղեցնում է, մտքան անում, թե ով ես դու, որտեղ քո միտքդ այնքան ծանրաբեռնում է այս աշխարհի հոգսերով, որ դու մոռանում ես, որ դու կանչված ես Աստծո ծրագրերը իրականացնելու համար։ Որտեղ եթե դու կանչված ես, ուրեմն դու պետք է պահես դա, հալելույա, որտեղ դու հենց այնպես չես ծնվել։ Կարաս կողքին տասես, դու հենց այնպես չես ծնվել։ Գիտես, թե կան մարդիկ, որոնք հրաշքով են ծնվել։ Ես ես լուրջ եմ ասում։ Առաջինը ես։ Հետո մի քանի հոգի, որոնք հրաշքով ծնվել են։ Եվ դա հրաշք է եղել, որ ծնվել են։ Այսօր մի հատ հրաշք էլ Աբովյանում ունենք։ Ժամանակից շուտ ծնված, բայց այնքան աշխուժ, այնքան զորավոր երկուսը։ Եվ մենք տեսնում ենք այդ հրաշքները, որոնք ծնվում են։ Հետո ասում են, գիտես, այդ երեխեք շատ աշխուժ են, ինչ-որ բաներ անում են, ու մարդիկ մտածում են, որ նրանք կանան խանգարեն Աստծո գործին։ Ես ասում եմ ոչ, որովհետև նրանք հրաշքով են ծնվել։ Եվ նրանք Աստծո կամքով են ծնվել եւ Աստծո գործն են անելու ժամանակին։ Փառք Հիսուսին։ Ոնց որ մենք, եթե ես չնայեմ այն հրաշքին, որ Աստված արել է, որ ես ծնվեմ ու այսօր կանգնեմ ստեղ, ես չեմ կարող Տիրոջ տեսիլքի մեջ մտնեմ։ Բայց ես հավատում եմ, որ Աստված է ինձ լույս աշխարհ բերած, որպեսզի ինձ օգտագործի իր տեսիլքը կատարելու համար։ Չնայած իմ բոլոր մեղքերին, իմ բոլոր սխալներին, իմ բոլոր, գիտես, դժվարություններին, այն ամեն ինչի միջով մենք անցնում ենք։ Փառք Հիսուսին։ Ինչի միջով դու այսօր անցնում ես, սիրելիս, վերջին նպատակը մեկն է, Աստծո տեսիլքը իրագործելը քեզանով։ Բայց դու պետք է բացես քո աչքերդ։ Հալելույա։ Ով ասում որ այսօր իր աչքերը բացի Աստված։ Գիտես, ասեց Եղիսեն ասեց, Տեր, խնդրում եմ քեզ։ Այս իմ օգնականս վախեցած է։ Շրջապատը թշնամիները պատել են, լիքը բաներ է կատարում։ Քաղաքի մեջ ասեց խուժդուժ, կռիվ, հացի համար պատերազմ, մեկը մեկին սպանում, մեկը մեկին ես ինչեր անում, հալելույա, վախեցած է, բացի իր աչքերը, որ տեսնա ինքը ինչ տարածքի մեջ է։ Հիմա ես խնդրում եմ ասում, որ Աստված բացի քո աչքերը, որ դու տեսնես, որ դու մենակ չես։ Որ քեզ շրջապատողները ավելի ուժեղ են, որ քո մեջ լինողը ավելին է, քան թե աշխարհի մեջ եղողը։ Ու գիտեք, Տերը ցույց էր տալի, ինչքան մարդկանց է երևում այդ մորոնու պես։ Լիքը մարդկանց, որոնց առջև հրաշք է կատարվում, բայց իրանք չեն ուզում կանգնեն ու նայեն։ Շտապում ենք, վրազ ենք, գործի ենք, գործեր կան, մեզ խանգարում այդ ժամանակը, ժամանակա պետք կանգնել ու նայել, որովհետև եթե դու չնայես, հալելույա, քեզ կթվա, որ այդ մորենին հանգել է, բայց մորենին չի հանգում, ասա Աստծո հոգին չի հանգում, Աստծո Սուրբ Հոգու կրակը երբեք չի հանգում, նա փափագում է, եւ այդ մորենու մեջ Աստված փափագում էր Մովսեսի ուշադրությանը, ստեղ եք դուք, նա փափագում էր եւ ուզում էր, որ Մովսեսը ուշադրություն դարձնի, որտեղ նա ընտրել էր դժվար ճանապարհը, նա հեշտ ճանապարհը չընտրեց, նա ընտրեց իր ժողովրդի հետ չարչարվելու ճանապարհը, քան թե
թագավորական պալատների մեջ վայելելու այդ ամեն ինչը ինչ որ կար փարավոնի տանը։ Եվ Աստված ծրագիր մշակեց, նա պահեց, գիտեք չէ՞ որ այս ժամանակ բոլոր տղաներին գցում էին ջուրը, բայց Աստված պահեց, տարավ թագավորական պալատ, տարավ փարավոնի պալատը, փարավոնի քույրը վերցրեց, պահեց, զարգացրեց, սովորեցրեց, իմաստություն տվեց, բայց հարստության մեջ լողում էր, բայց նա ընտրեց Աստծո ժողովրդի եւ Աստծո ճանապարհը։ Ու դրա իրագործման համար պետք է հրաշք։ Ստես դու։ Այդ ծրագիրի իրագործման համար Աստծո կողմից հրաշք էր պատրաստված Մովսեսի համար հենց իր աշխատանքի վայրում։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա հենց իմ աշխատանքի վայրում Աստված հրաշք է պատրաստել, որ ես տեսնեմ ու լսեմ իրան։ Ինչ ա ուզում։ Դու հավատաս որ Աստված լիքը կարա օրհնի։ Ո՞վ է հավատում։ Հրաշքների հավատում ես։ Հալելույա։ Փառք Հիսուսին, որ հրաշքներին հավատում ես։ Ամեն։ Ու գիտես ամենամեծ հրաշքը նա է, որ Աստված քո զոհին է նայում։ Ոչ քո ուլին է նայում, ոչ քո գառանն է նայում, ոչ քո ֆինանսներին է նայում, այլ նայում է քո զոհին։ Թե ինչպիսի զոհ դու պետք է մատուցես, որ Աստված ընդունի։ Հիմա մի պատմություն եմ ուզում կարդամ։ Չգիտեմ, երևի դուք այս պատմությունը կարդացել ես, բայց ուզում եմ, որ նորից վերհաշես, եթե կարդացել ես ու քո մտքիդ մեջ կա։ Հիմա ես անուն կասեմ, հալելույա, ամեն, դատավորած, կարող դու այդ անուններս քիչ հիշեցել, կներեք, հալելույա, փառք Հիսուսին։ Ես ուզում եմ, որ մենք առաջ գնանք հոգով, ասա Աստված կանչել է ինձ կյանքի մեջ ապրելու։ Հալելույա։ Արեք բացենք դատավորած 13-րդ գլուխը։ Ու տեսեք ինչ ասում։ Եվ Իսրայելի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարություն անել, եւ Տերը նրանց 40 տարի փղշտացիների ձեռքը մատնեց։ Ասա ամեն ինչ ժամանակավոր է։ Ասո մոտ։ Որտեւ ինչքան էլ մարդը չարություն անի, մեկ Աստված ծրագիր ունի այդ չարությունից ինչ անելու, դեպի օրհնություն, փրկություն։ Հալելույա, ամեն։ Ու այսօր Աստված փրկության ծրագիր ունի այստեղ յուրաքանչյուրիս համար։ Այսօր։ Ասա այսօր։ Շուրանի կողքին տասա այսօր։ Որովհետև ես չեմ խստացնելու իմ սիրտը, այս լսելու եմ քեզ Սուրբ Հոգի ջան։ Հալելույա։ Եվ մի սարացի մարդ կար Դանի ցեղից Մանվե անունով, եւ նրա կնիկը ամուլ էր եւ զավակ չէր ծնում։ Հալելույա։ Ոչ մի բան չկար։ Կար մեկը ամուսիններ, որի կինը ամուլ էր, անզավակ, անպտուղ։ Ասա այսօր իմ հրաշքի օրն է։ Գիտես, երբ որ Տերը խոսում էր, ես ասում եմ Տեր իմ Աստված այսօր ես տարի, հալելույա։ Ես այսքան ժամանակ կարդացել եմ, այս անունները չեմ էլ հիշել։ Բայց գիտես, այս երկուսից ծնվեց օտյալ Իսրայելի փրկող։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Նա որ ոչ մի չունեին։ Ասա Աստված ծրագիր ունի։ Շուրանի կողքին տասա քո համար ծրագիր ունի։ Ու հրաշք է պետք։ Ինչ որ բան պետք է լինի, հալելույա։ Աստված չգնաց ընդ որտեղ որ ամեն ինչ լավ էր, ամեն ինչ բարձրում էր, գնաց ընդ որտեղ որ խնդրեմ կար։ Հալելույա։ Գնաց այն տուն, որտեղ խնդրեմ կար։ Երեխա չէին ունենում։ Հալելույա։ Պտուղ չէին բերում։ Ասա այսօր իմ պտուղ բերելու օրն է, որ ես սկսեմ պտուղ բերել։
Աստծո արքայության համար, որտեղ Հիսուսը ինքը ասեց գնացեք ու պտուղ բերեք։ Հալելույա։ Ինքը եկա մեր կյանքի մեջ։ Մենք անպտուղ էինք։ Մենք անպտուղ էինք։ Ույսը շատերը անպտուղ են։ Նրանք պտուղ չեն բերում երկնային արքայության համար։ Իսկ Աստված մեզ բոլորիս կանչել է պտուղ բերելու։ Ու այսօր օրն է, ասա այսօր օրն է։ Եթե միջև այսօր քո կյանքում դեռ պտուղներ չեն եղել, այսօր օրն է, որ նորից դու դառնաս պտղաբեր։ Աստծո համար, ասա Աստծո համար։ Գիտես Աստված իր ծրագրի համար հրաշք անում։ Ու ես տեսամ այդ հրաշքը, որ Աստված այսօր անելու է մեր կյանքերում, որ մենք չենք էլ սպասում, բայց Աստված գործում է, հալելույա։ Եթե Աստված ընտրել է, Աստված էլ գործել է, բայց մեզ պետք է տեսնել, կանգնել, ուշադրություն դարձնել, որ Աստված խոսա։ Բայց մենք շատ ժամանակ գալիս ենք, կանգնում ենք, տեսնում ենք, ու չենք ուզում ուշադրություն դարձնենք, չենք ուզում լսենք, որտեղ զբաղված ենք։ Ու ես վերջում ես շատ էի աղոթում, ասում եմ, Տեր իմ Աստված, գիտեք քանի տեղ եմ գնացել, որ ժողովուրդը չեն ուզում գնան ծառայությունից հետո։ Գիտես ինչ մթնոլորտ էր, ես ասում եմ Տեր իմ Աստված, ինձ նստել են մեջտեղը, գիտես, ասես աթոռներ էին դրել, ասում են դե ասա հիմա, մենք ուզում ենք լսենք։ Ու գիտես այնքան վկայություններ, այնքան հրաշքներ, այնքան բժշկություններ կատարվեց, որ ես զարմացել եմ, ասում եմ Տեր իմ Աստված, հալելույա, այս ժողովուրդը ծարավ է, իսկ դու ծարավ հագեցնող ես, ես չեմ։ Ու երբ որ միտեղ ծարավ կա նաև ջրեր։ Ասա Աստված ջրեր է խոստացել։ Եթե միտեղ սով կա, Աստված հրաշք ունի անելու։ Հիշում եք քանի հոգու Հիսուսը կերակրեց։ Հրաշք է թե հրաշք չէր։ Աշակերտներին ասեց կերակրեք իրանց։ Տեր ոնց կերակրենք, այսքան փողը բավական չի, որ տանք կերակուր անենք։ Բայց մի հատ փոքր տղա կա, իր մոտ ինչ-որ բան կա։ Հալելույա։ Ասա փոքր բանը, նորից ասա փոքր բանը, Աստված մեծացնում է։ Երբ որ մենք սրտան զոհում ենք։ Ինքը չասեց ինձ պետք է էդի, բայց ես որ տամ, սոված կմնամ։ Այդ երեխան զոհեց։ Ու 5000 մարդ կերակրվեց։ Ու այսօր Աստված ուզում է նայում մեր զոհին։ Ինչպիսի զոհ ենք անում, որ մեր զոհը բարձրանա երկինք, եւ երկնքից Աստված պատասխան տա, որ մենք ինչ անենք, ամուլից վերածվենք պտղաբեր մարդկանց։ Ես ասում եմ այսօր հրաշք է լինելու, եթե դու հավատում ես հրաշքներին։ Մենք շատ քիչ ենք խոսում հրաշքների մասին։ Ու Տերը խոսած իմ սրտի հետ նա ասեց. «Իմ ժողովուրդը մոռացել է, որ ես հրաշագործ Աստված եմ։ Որ ես աշխարհի առջև հրաշք եմ անում, որ աշխարհը տեսնի ու հասկանա, որ ես կենդանի Աստվածն եմ ձեր»։ Փառք Հիսուսին։ Ես ասում եմ Տեր իմ Աստված, երբեք քո հրաշքների մասին չեմ քարոզել։ Այո, քարոզել ենք այն ինչ որ դու արել ես, հալելույա, բայց որ ամեն բան հրաշքով է կատարվում, քո ծրագրերը իրականացում հրաշքներով է կատարվում, դա միանշանակ է։ Ասա փրկության ծրագիրը հրաշքով է կատարվում։ Հիմա մի բան ասես հոգուս մեջ եկել, հալելույա, եթե կարգ ու կանոնը չլներ Հեսուի եւ նրա թիմի, նրա ժողովրդի, վերևից միջև փոքրը, Հեսուից միջև քահանաները, միջև փողփշողները, միջև ժողովրդի քայլերը, համաչափ, եւ ոչ ոք չխոսեր, այլ լուր 7 օր քայլեցին, իսկ այսօր մարդիկ անհամբեր են, հենց այսօր։ Ասա Աստված հրաշք անում, տեսնելով մարդկանց հնազանդությունը։ Շուրարի կողքին տաս Աստված քո հնազանդությունն է այսօր ուզում։ Արեք քայլենք, հալելույա, մենք քայլում ենք, ձեն չանեք, ոչ մեկը թող չխոսի, արեք քայլենք,
7 օր։ Վերջում ասեց 7 անգամ։ Ու գիտես այնքան հեշտ էր հրաշքը։ Հալելույա, 7 օր քայլելուց հետո 7-րդ օրը 7 անգամ քայլելուց հետո մի բան էր պետք աղաղակել եւ պատերը ընկան։ Ասա Աստված ուզում է 7 օր, որ ես հավատարիմ իր հետևից գնամ։ Եվ 7-րդ օրը հրաշքը կատարվի։ Ասա այսօր օրն է։ Այսօր Տիրոջ շաբաթն է։ Եվ Տիրոջ ձեռքը չի կարճացելու։ Եվ նա հրաշքը ունի քո համար։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, որ Աստված սկսում է գործ անել, դու ով ես, որ կանգնեցնես։ Չի եղել մի դեպք, որ Աստված ուզենա ու սատանան կանգնեցնի։ Գիտեք, Հիսուսին եկավ ուզես կանգնեցնի։ Առաջի փորձությունը անապատի մեջ։ Ու ինչ եք մտածում, նրա գործելավոճը փոխվել է։ Ամեն Աստծո զավակի համար կա փորձության ճանապարհ։ Չասեք, որ չենք փորձվելու։ Մենք փորձվելու ենք ընտիր կանգնելու Աստծո առաջ։ Ու մենք տեսնում ենք, թե հոգևոր աշխարհում սատանան ինչքան երամ չի խնայում, որպեսզի հավատացյալին շեղի ճիշտ ճանապարհից։ Իր առաջարկներով։ Մենք պետք է Աստծո խոսքով իր առաջարկներին դեմ կանգնենք։ Համաձայն ես իմ հետ։ Ես լավ չի ելնում։ Պետք է դեմ կանգնենք։ Ոչ միայն հացով մարդ կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով։ Հալելույա։ Այսօր սատանան լիքը ծրագրեր ունի։ Մի իմացեք, որ չունի։ Նա ամեն քայլափոխի քեզ առաջարկ անելու։ Բայց Աստված նայում է քո պատասխանին, ինչ պատասխան դու պետքա տաս։ Դրա համար պատասխան տալու համար դու պետքա լցված լինես Սուրբ Հոգով։ Որ կարողանաս դեմ կանգնես ու ինքը փախնի։ Հիսուսը դեմ կանգնեց, ինքը փախավ։ Նա օրինակն է մեր։ Առաջի օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որին մենք նայելով սովորում ենք։ Որին մենք նայելով անցնում ենք ճանապարհ։ Որտեղ գիտենք, որ քահանապետ կունենք երկնքներով անցած եւ ամեն ինչի մեջ փորձված, որ կարող է մեզ կարեկից լինել երկնքում, հալելույա, հասկանալով մեր էությունը։ Ու եթե ես մեղավոր եմ, ասում եմ, այո, Տեր, մեղավոր եմ, որտեղ ես արդանալու տեղ չունեմ։ Բայց երբ որ ես կանգնում եմ, ասում եմ, մեղավոր եմ, Տեր, Աստված ասում է, ներված են։ Եթե որթան կարմիրի պես էլ քո մեղքերդ կեղտոտված լինեն, ես մեզ կմաքրեմ, սպիտակ ձյունից էլ ավելի կմաքրվես։ Ասա Աստված մաքրող Աստված է։ Աստված երբեք ոչ մեկի վրա ծեղ չի գցում։ Ստես դու։ Եթե ծեղ գցողներ այդ փրկության ծրագիրը չէր իրագործի։ Բայց ինքը ինչ անում, իր արյունը, ասա իր արյունը, մաքրում է ու սրբում է մեզ մեր բոլոր մեղքերից։ Ու խոսքն ասում է, որ կասի մեղ չեմ գործում, ստախոս է։ Բայց կա հույս։ Ասա կա հույս։ Հալելույա։ Արեք գնանք առաջ։ Հալելույա, փառք ես Տեր, որ դու այստեղ ես մեզ հետ այսօր հրաշքի օր է։ Հալելույա։ Ու տեսեք ինչ է կատարում։ Ես զավակ չեր ունում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևեցավ այս կնկան եւ նրան ասեց. «Ահա դու իմ ամուլ ես եւ չես ծնում, բայց կհանաս եւ մի որդի կծնես»։ Ասա Աստված ասում է, դու իմ անպտուղ ես։ Բայց այսօր դու կհղիանաս ու պտուղ կբերես։ Շուրարի կողքին տասը դու պտուղ պետք է բերես։ Նորից ասա կողքինիդ, դու Քրիստոսի համար պտուղ պետք է բերես։ Եթե դու ստես, դու անպտղաբեր չես մնալու։ Փառք Հիսուսին։ Իրավունք չունես անպտղաբեր մնաս։ Որտեղ պտուղ չբերողին Աստված ինչ անում։
կտրում է։ Փառք Հիսուսին։ Բայց պտուղը բերողին ավելի է մաքրում, որ ավելի շատ պտուղ բերի։ Ոնց որ այսօր մենք լսեցինք, հալելույա, ոչ թե մեկը, այլ հետևից էլի շարվեցին։ Փառք Հիսուսին։ Ասա Աստված խոստմունքի Աստված է։ Նա խոսք է տվել մեզ։ Եթե հավատանք, ձեր հավատքը հնարավոր կդառնա։ Ես անհնարին բաները հնարավոր կդարձնեմ։ Փառք Հիսուսին։ Գիտես այնքան սատանան կեղծում մարդկանց վրա, կեղտոտեցնում, ասես մի հատ ճշում։ Վերջը ու Տերը խոսում է սրտիս հետ։ Սրա վերջը պետք է գա։ Ասա չարի վերջը, նորից ասա, այսօր չարի վերջն է։ Պետք է գան դրան։ Հիշում եք, Փառք Հիսուսին մեր գրողների համար։ Փառք Հիսուսին։ Ես ասում եմ, ես շատ եմ հիմա սկսել կարդալ, հալելույա, մեր բանաստեղծներին ու օրհնում եմ իրանց, հալելույա, որ իրանք թողել են մեծ sense պատմություն մեր երկրի համար։ Չարի վերջը։ Ու երբ որ նայում եմ ու Տերը հիշեցրեց, ասեց դուք ունեք։ Հիշում եք, երբ որ Պողոսը գնացել էր Հունաստան, ասում է, ես տեսամ ձեր մոտ աստվածապաշտություն, որտեղ կա մի տեղ, որտեղ գրած էր անծանոթ Աստված։ Այնց էս անծանոթ Աստծո համար եմ ես եկել այսօր ստեղ ու ուզում եմ, որ դուք ծանոթանաք այդ Աստծուն։ Իրանք են ընդունեցին։ Փառք Հիսուսին, տենց է թե տենց չի։ Ասա Աստված ամեն տեղից հայտնություն է տալիս, որպեսզի մենք վերջապես հասկանանք, որ այսօր եկել է չարի վերջը, որ մեկը կա, որ մեզ ուշքի կբերի։ Ասա Հիսուսն է ուշքի բերողը։ Շնորհի կողքին տասա, Հիսուս այսօր ինձ ուշքի է բերելու։ Երեխեք ջան, ուրախ եք դուք։ Ինչ-որ բան ստանում եք այսօր։ Դուք ուզում եք, որ իսկականից չարի վերջը գա։ Այ դու կկու, հիմար կկու։ Կարդացե, ով է կարդացե այդ։ Ով չի կարդացե, դու գնա կարդա։ Այս սարն իմն է, այս սարն իմն է։ Իմն է։ Դու ով ես։ Իրանը չի։ Ասա այս երկիրը սատանայինը չի։ Իսկ Աստծունն է։ Սա Աստված է ստեղծել, մեր Աստված է ստեղծել։ Երկինքն ու երկիրը Իրանն է։ Ամբողջ լիությունը Իրանն է, ոսկին, արծաթը, ամեն բան Իրանն է։ Ինքն եկել է ձևա տալի, իմն է։ Դու ինչ անում, գողանում է ժամանակը։ Դու էլ խելոք գցում ես, ասես լավ, ամենաթանկը տվեց։ Իրա ձակուկին տվեց։ Չխնայես տվեց։ Ինչին։ Չարին։ Ձևացողին։ Նա ձև տված է մանգալ այսօր, որ ինքը ինչ-որ բան կար անի ու մարդկանց համոզում է։ Ու ես տեսում եմ իմ հոգու մեջ, շատ մարդիկ համոզվում են, նրա ստին։ Բայց այսօր եկել է չարի վերջը։ Հալելույա։ Իմ կյանքում եկել է։ Ես վերապրել եմ դա։ Որտեվ երբ որ ես վերապրեցի, դա Տիրոջ հոգին իջավ ինձ վրա։ Երբ որ ես ապաշխարեցի, Տերը խոսեց, հալելույա։ Երբ որ ես նայեցի այդ վառվող կրակին, այդ վառվող կրակը ինձ ազատեց։ Հրաշք է տեղ ունենում, երբ որ դու հետ ես դառնում նայելու Աստծուն, հալելույա։ Կհղանաս եւ մի որդի կծնես, հաջորդը։ Նրա համար, որ այն տղան արգանդից Աստծո ուխտավոր պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայելին ազատել փշտացիների ձեռքից, ասա ես ծնվել եմ, որ իմ ընտանիքը ազատեմ չարից, իմ հարազատներին ազատեմ չարից։ Նորից ասա ես նպատակի համար եմ ծնվել։ Շուրանի կողքին տասը Աստված նպատակի համար է քեզ ծնվել։ Հալելույա։ Գիտեք, հետո ավելի խորը բաների մասին խոսանք, բայց չեմ ուզում այսօր ավելի խորանամ, որովհետև այն ինչ որ Աստված ստեղծեց, մարդուն հնարավորություն տվեց, մենք տեսնում ենք սա վերջը, լավ չէ։
Ասա Աստված վերջը լավ անելու։ Ում համար, ով որ պահելու է իր վրայի օծությունը։ Ասա ով որ իր վրայի օծությունը պահելու է, որ սատանան երբեք չմոտանա այդ օծությանը։ Ես նպատակի համար եմ ծնված։ Ձերն հետ բարձրացրա, ասա ես նպատակի համար եմ ծնված։ Բարձրացրա ձերքերդ։ Աստծո տեսիլքը իրականացնելու համար։ Դեր արգանդից։ Դեր են, որ նոր պետք է ես լույս աշխարհ գայի։ Պետք է ձևավորվեի։ Հենց այնպես չէր, որ դու ծնվեցիր այսօր եկար ստե։ Դու եկել ես ստե նպատակի համար։ Դու չես կարող անպտուղ մնաս։ Ասա անպտղության վերջն է այսօր։ Հալելույա։ Ուխտավոր։ Եվ կնիկը գնաց եւ իր մարդին պատմեց ասելով Աստված մարդ ինձ մոտ եկավ, Աստծո մարդ ինձ մոտ եկավ եւ նրա դեմքը Աստծո հրեշտակի դեմքի պես ահարգու էր։ Եվ ես չհարցրի թե որտեղից է նա եւ նա էլ իր անունն ինձ չասեց։ Բայց ինձ ասեց ահա դու կհղանաս եւ մի որդի կծնես, հիմա գինի ու ցկի չխմես եւ անմաքուր բան չուտես, որտեւ այն տղան արգանդից միջև իր մահվան օրը Աստծո ուխտավորը պիտի լանա։ Հալելույա։ Ասա ծրագիր տվեց։ Էսի պիտի չանես, այս բանը պիտի չանես, այս բանը պիտի չանես։ Հիմա նայեք սիրելիներս, Աստված ինչքան բան ասե, որ չանենք, բայց անում ենք։ Ասա ինչ որ անպտղության առիթադառը այսօր թող քանդվի ու հեռանա։ Նորից ասա ինչ որ անպտղության պատճառը դառը իմ կյանքում թող հենց հիմա քանդվի ու հեռանա։ Տեր ինձ պտղաբեր դարձրա։ Փառք Հիսուսին։ Գինի ցկի չխմես, անմաքուր բան չուտես, որտեվ այն տղան արգանդից միջև իր մահվան օրը Աստծո ուխտավոր պիտի լինի, հալելույա։ Փառք Տիրոջը։ Ինքան հզոր է։ Երբ որ մենք լսում ենք ու չենք անում, որ մենք դառնանք պտղաբեր, որ մեր մեջ ինչ որ բան ծնվի հոգևոր։ Եթե մենք դիպչում ենք պիղծ բաներին, եթե մենք չենք անում այն ինչ որ Աստված ասել է, մենք նույն ձևի ամուլել մնալու ենք, որտեվ Աստված, եթե որ սրբում, այդ սրբության տեղից ինչ որ բան ծնվում է, հալելույա։ Ու ես տեսա իմ հոգու մեջ, որ այս եկեղեցու մեջ շատ բաներ են ծնվելու, նոր բաներ հոգևոր։ Ոչ թե միայն այստեղ, ամեն տեղ։ Փառք Տիրոջը։ Ու Տերը կոնկրետ խոսած, գիտեք ես ձեզ ասեմ, երբ որ մարդը քարոզը պատրաստում է, առաջինը իրան է վերաբերվում։ Առաջինը մարդը նայում է իր կյանքին։ Այո, ինչ որ տեղ անպտղություն կա, Տեր իմ Աստված օգնիր, որ պտղաբեր դառնամ։ Ինչ որ տեղ սերը սարչել է, Տեր օգնիր, որ ներից վերականգնվեմ։ Ինչ որ տեղ չներում կա, Տեր օգնիր, որ ներեմ։ Հալելույա, չեմ դիպչի դրանց։ Հալելույա, փառք Հիսուսին։ Իմ աշկերը թող հայլի լինեն, Տեր իմ Աստված։ Թող ես առաջինը ինձ տեսնեմ։ Ես քննեմ ինձ։ Նոր հետո ուրիշներին խոսան։ Փառք Հիսուսին։ Ու շատ ժամանակ այո, երբ որ քննում ես եւ քո ներսում տեսնում ես ոչ ճիշտ բաներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում պտղաբերությանը եւ հոգեվոր աճին, դու վերացնում ես, ապաշխարում ես, գալիս ես Տիրոջը, ասում ես Տեր, ների ինձ, վերականգնիր ինձ, մի թույլ տուր, որ սապրան խափի ինձ, դարձրա պտղաբեր Հիսուս ջան, հալելույա։ Բայց Աստված ասում է, պրոբլեմ չկա, չկպնես ես ինչ բաներին, հալելույա, փառք Հիսուսին, ես չեմ կպնելու, կարաս կողքին տասեց, ես պիղծ բաների այլևս չեմ կպնելու, ոչ ես սխալ բաներ եմ անելու, ու ես պատմությունը ինձ ցնցել էր, ասում Տեր Աստված, այնքան հրաշքներ կա, որ կարամ պատմեմ, հալելույա, ասեց սա է ամենամեծ հրաշքը, ես ուզում եմ, որ ամուլը պտղաբեր դառնա, որ հոգևոր կյանքում անպտղաբեր իմ ժողովուրդը դառնա պտղաբեր։ Դու պատրաստ ես ընդունելու Տիրոջ սերմը, ով է պատրաստ։ Ես պատրաստվել եմ։
ու արդեն այդ սերն իմ հոգու մեջ է։ Ու իմ հոգու մեջ նոր ծառայություններ են ծնվելու։ Որտեղ Տերը դրեց իմ սրտի մեջ։ Իսկ եթե ինքը նոր բան է ծնում, նոր բան հետ ծնելու հետ միասին նաև նոր սերունդ է բարձրացնում։ Փառք Հիսուսին։ Այսօր մարդիկ կան, գիտես, մեր պատանների մեջ, որոնք Աստծուց ծնված են, Աստծո, հա, ուխտավորը լինելու։ Դու գիտեք։ Ես այսօր մեկին տեսել եմ ստե, մի հատ մեր պատաններից։ Ու Տերը խոսած իմ սրտի հետ, հալելույա, ու հաստատությունը եկավ։ Նա ուխտավորն է իմ լինելու։ Փառք Հիսուսին։ Չեմ ուզում հիմա ասեմ իրան, ով է։ Հեսա մի քիչ կմեծանա ու դուք կտեսնեք հոգևոր աճը, որն է։ Որ նրանք, ովքեր իրանց հոգևոր մեծացած են զգալու, նայելու են ու ամաչեն։ Որտեղ հենց այդ պատանի հասակից իր սիրտը տվել է Աստծուն։ Ամբողջությամբ։ Ու ես համոզում եմ, որ Աստված իրան կպահի։ Չի թույլ տա, որ սատանան խաբի։ Մարդիկ նայում են, վարվում են, հալելույա, սատանան կանգնած է կողքը մի հատ պրոբլեմ վերցրած։ Գիտես ինչի համար։ Ես ձեզ ասեմ, ես իրիկու աղոթքի ժամանակ այդ տեսիլքը տեսնում եմ, հալելույա, երբ որ դու վարվում ես Աստծո հոգով, ուզում ես ինչ-որ բան անես, կողքը մեկը կա, որը ուզում է հանգցնի։ Ու շատերի կյանքում հաջողվեց հանգցնել։ Ու ես աղոթում եմ Տեր իմ Աստված, հալելույա, մի թույլ տուր։ Բավական է։ Ու Տերն ասեց, չարի վերջը պետք է գա։ Նրա վերջը պետք է գա, ու գալեիկը խաբել է։ Ու շատերը խաբվել է։ Շատերը խաբնված են։ Մենք մտածում ենք, որ փրկված ենք, բայց փրկության արժանի պտուղ չենք տալիս։ Ասա ես ուզում եմ արժանի պտուղ բերեմ քո արքայության համար։ Դու պատկերացնում եք Հիսուսի ծառայության ժամանակ, երբ որ իր մայրը ու եղբայրները եկան, ասին, թող այդ ծառայությունը արի մեզ մոտ։ Հա? Ինչ արեցին։ Մեր մայրամը ու իր եղբայրները Հիսուսի։ Եկան ծառայության ժամանակ, երբ որ Հիսուս ծառայություն էր անում, եկան ասին, դու սարի հերիքա։ Ծառայությունը թող, ինչ ասեց Հիսուսը։ Գիտես քանի հոգու այդ ծառայությունից հանում։ Գիտես քանի հոգու ծառայությունից տենց հանում է։ Երբ որ դու լսում ես գնում ես ընդ, ասեց ով են իմ հայրը, ով են իմ մայրը ու եղբայրները, չէ որ նրանք, որ լսում է Աստծո խոսքը եւ կատարում է։ Ու վերջացավ, փակվեց։ Ու գիտեք հետաքրքիր որն է, որ վերջում Հիսուսը Հովհաննեսին ասեց, սա քո մայրն է, սա կին, սա էլ քո տղեն է։ Բաղուն էին մնացածը, որ ուզում էին իրանց ծառայությունից պոկեն։ Ու դուք ինչ եք մտածում այսօր, որտեղից է գալու, հենց ամենամոտիկներից է գալու, որ քեզ կանգնեցնի, որ քեզ ծառայությունից անի։ Բա եթե դու չանես, ով է քեզ անողը։ Սուտ։ Ասա իմ ապավեն եւ իմ ամրոց, որի վրա է իմ հույսը։ Դու ես Քրիստոս։ Հալելույա։ Որտեւ դու երբեք ինձ մենակ չես թողնի։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ամեն։ Այսօր հրաշքի օր է։ Բայց ինձ ասեց, ահա դու կհղանաս, այո։ Ասա Աստված ուզում է այսօր, որ ես հղանամ։ Նորից ասա, իր սերմը պտուղ տա իմ կյանքի մեջ։ Եվ Մանուեն Տիրոջն աղաչեց եւ ասեց, աղաչում եմ, ով Տեր իմ, այն Աստծո մարդը, որին դու ուղարկեցի, թող դարձյալ մեզ մոտ գա։
եւ մեզ սովորեցնե, թե այն ծնվելու տղային ինչ անենք, նայ, ոնց պահեն, այն ինչ որ քեզանից ծնված է, Տեր Աստված սովորեցրա, ոնց պահեն։ Եթե մենք ինչ-որ բան ունենում ենք հոգևոր, մենք պետք է Աստծուց սովորենք, ոնց այդ հոգևորը պահենք։ Ստես դու։ Ասա Տեր սովորեցրա։ Եվ Աստված մանվեի ձայնը լսեց եւ Աստծո հրեշտակը դարձյալ այդ կնոջ մոտ եկավ եւ նա արտում նստել էր եւ նրա մարդը մանվեն հետը չէր։ Ով ուզում որ այսօր Աստված իր ձայնը լսի։ Երեմի 90%-ը։ Ես լուրջ եմ ասում, դուք երևի չեք պատկերացնում, որ այսօր ստե Սուրբ Հոգին որպես ուսուցիչ է գալիս, որ սովորեցնի, ստե ասում է սովորեցրա մեզ։ Հալելույա։ Ասում է ով ուզում լսի դասատուի ձայնը, գիտես ով չի ձեր բարձնում։ Թե այնպես իմանում հենց զուրտեղն է Աստծո խոսքը ասում, հա, ձեր սուրբ ձեռքերը բարձրացրեք դեպի երկինք, եթե սուրբ չի չես բարձր, սուրբ են։ Ես Տեր, սովորեցրա Հիսուս ջան, իմ ուսուցիչ, իմ Աստված, իմ Տեր, իմ վեմ, սովորեցրա ինձ, ոնց պահեմ այն ինչ որ դու ինձ տալու ես։ Ասա Աստված ինձ կյանք ա տվել։ Եվ սովորեցրա որ այդ կյանքը պահեմ։ Հալելույա։ Տենց է թե տենց չի։ Եթե դու չունենաս, չսովորես, նայեք, մի հատ բան ա գալի հիմա իմ հոգու մեջ, ես հիշում եմ մեր ծնողները ոնց էին մեզ պահում, բարուրում էին, պինդ կապում էին, հետո ժամանակ առ ժամանակ բացում էին, փոխում էին, բայց թևերս պինդ կապած, հալելույա, տենց է թե տենց, չկաս թե մարդիկ ովքեր տեսել են, այդ ժամանակ ապրել են։ Հիմա պամպերս չկար։ Պինդ կապում էին, հալելույա, ինչքան ուզում ես, մեկը ոչ իման չէր կարալու։ Մենակ լացում էին, կերակրում էին, այդ երեխեն ձենը կդրում էր, տան պարկեցնում էին։ Հալելույա։ Ու եկավ ազատությունը։ Այդ մարդիկը տենց էին սովորել։ Կաղա մենք չկանք, լավ էլ կանք, ոտերներս ուղիղ, մեջքերներս ուղիղ։ Հալելույա։ Ես հիշում եմ, որ ինձ ասում էին, անպայման պետքա ձիգ կապես, որ ոտերը ուղիղ լինի, որ մեջքը ձիգ լինի։ Այդ մարդիկ սովորել էին այտենց։ Ու դա արդյունք էր տվել, հենց չէր որ չէր տվել։ Հավատում եք, որ դա, եթե արդյունք տված չներ, մենք իմացնեց ուղիղ չենք կանի ստեղ։ Ու եկամ մի ուրիշ դարաշրջան, ու մեր երիտասարդները ուրիշ բան են ուզում սովորեն։ Ինտերնետում այնքան երեխա պահելու ձև կա։ Ուտեցնելու ձևեր կա։ Այն մարդ ուտեցնելու ձևը որն է։ Կաթաթ ու թողուտի։ Տակը փոխելու ինչ ձև պետք լինի, մաքրի, չորցնա այնքան հանգիստ կապրի, չէ, ստենց պետք լինի։ Սա արդարությանը հաղթելու է հակառակությանը։ Սատանան գալիս է հակառակվի, մանր, մանրուքներով։ Մեկ էլ բերում, մի հատ բան է բերում գցում, գիտեք, երբեք թույլ չտաս, որ Աստված ինչ-որ քեզ մեջ պտուղ է տվել քեզ հոգևոր, պահի, սովորի պահել, սովորի գնահատել, սովորի, որ սատանան չկարողանա գողանա։ Ասում է գողը չի գալի, որ մենակ գողանա, գալիս գողանում կորցնում ու սպանում է։ Բայց այսօր Աստված տվել է մեզ հնարավորություն։ Հալելույա։ Չեք վրազում, չէ՞։ Չեմ ուզում կիսատ թողեմ։ Եթե վրազող կա, կարա գնա։ Բայց այն ամենալավ պատառը վերջում է։ Ով է հավատում, որ լավ գինին վերջում է ասում։ Ասեց, սաղ պահում են, հա, լավ գինի սկզբից տալիս են վերջում վատն են պահում, բայց Հիսուսը լավը վերջում պահեց։ Հալելույա, փառք Տիրոջը։ Հաջորդը։ Լավ, արեք
Ուստի ասում են, Մանուեն վեր կացավ իր կնկան հետևից գնաց եւ նրան ասեց. դու ես այն մարդը, որ այս կնկան հետ խոսել ես, եւ նա ասեց. ես եմ։ Եվ Մանուեն ասեց. երբ որ քո խոսքերը կատարվեն, ինչ կերպ պետք է անել տղային եւ ինչ է նրա բանը։ Ու մենք միշտ պետք է հարցնենք, լավ, ո՞նց վարվեմ այն ամենի հետ, ինչ որ դու ինձ վստահում ես։ Ու ո՞նց անեմ, Տեր, որ ես պահեմ այն պտուղը, որը դու ինձ տվել ես։ Որ պետք ոնց ուզենամ այդպես չվարվեմ։ Ու այսօր շատ հոգևորներ հենց տենց են վարվում, ոնց ուզում են։ Ու վնասում են այն, ինչ որ Աստծուց ծնված է։ Ասա Տեր սովորեցրա, բարձրացա ձեռքդ, ասա Տեր սովորեցրա, ոնց պահեմ այն, ինչ որ դու տվել ես ինձ։ Ըստ շատերին Աստված լիքը բաներ ա տվել, բայց դու պետք է սովորես ոնց պահես։ Հալելույա։ Ամեն։ Օրինակ, ես ուզում եմ սովորեմ, Տեր իմ Աստված, ոնց պատվեմ քեզ։ Դու ասել ես, եթե ես եմ քո Աստվածը, ուր է իմ պատիվը։ Հիմա ինձ սովորեցրա, ոնց պատվեմ քեզ, որ էդի իմ կյանքից գնա այլևս, որ ես հանգարց չլսեմ այդ ձևի խոսք, որ դու ինձ ասես։ Եվ ինչ է նրա բանը, հալելույա։ Ասա Աստված ամեն բան բարին է անում։ Նորից ասա, Աստված ամեն ինչ բարին է անում։ Ու շուռ ա տալի դեպի բարին։ Հաջորդը, 14-ը։ Որդից դուրս եկած ոչ մի բան չուտի, եւ գինի եւ չխմի, եւ ամանքուր բան չուտե, եւ իմա ամեն պատվիրածը պահե։ Հիմա շուռ արի կողքին 10, Աստված ասում է, որ շատ բաներ չարից հեռացի, անմաքուր բանի չդիպչես, եւ իմ ամեն պատվիրածը պահի, որ պտուղ ունենաս։ Ով ազում պտուղ բերի, այս բաները պետք է անի։ Հալելույա։ Չէ չարախոսի, չէ բամբասի, չէ նախանձի, իր անկերոջը վատ բան չասի։ Հալելույա, սիրի, հարգի, եղբայրասիրության մեջ առաջանցնի, հյուրասիրության մեջ առաջանցնի, միաբանության մեջ առաջանցնի, սիրո մեջ առաջանցնի, խոնարհության մեջ առաջանցնի, իմ պատվիրանները պահի, եւ այդ պտուղդ մնայուն կլինի։ Ու դա փրկության պտուղ կլինի քո կյանքում։ Ասա Տեր, դուր այդ փրկության պտուղը այսօր։ Ես խոսք եմ տալի, չեմ դիպչելու։ Այդ քո պատվիրանները պահելու եմ։ Հաջորդը։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասեց. աղաչում եմ, թող քեզ պահենք եւ այցերից մի ուր պատրաստենք քո առաջին, հալելույա։ Արի, պահենք քեզ, քո հարցերը կլուծենք, մի հատ ուլ մորթեմ, հեսա մի հատ խորոված, մորոված կգցենք, ստենց ամեն ինչը։ Նայեք, երբեք չխաբվեք։ Բայց տեսեք հաջորդը ինչ ասում։ 16-րդ գլուխ։ Եվ Տիրոջ հրեշտակը Մանուենին ասեց, թեև ինձ պահել քո հացից չեմ ուտի։ Գիտես երբ կուտես, երբ որ կատարվի։ Բայց եթե ողջակեզ անես Տիրոջը, զոհիր այն, որովհետև բանվեն չիմացավ, թե նա Տիրոջ հրեշտակն է։ Զոհիր։ Ասա ես այսօր զոհում եմ իմ անձը քեզ Տեր։ Ու տեսեք ինչ է կատարվում, ասա հրաշք։ Հաջորդը։ Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասեց, անդ ինչ է, որպեսզի երբ խոսքը կատարվի, քեզ պատվենք։ Մյուսը։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան ասեց, այս ինչու ես հարցնում իմ անունը, որտեղ այն սքանչելի է։ Ով է սքանչելին։ Փառք Հիսուսին։ Մյուսը։ Եվ Մանուեն առավ ուլն ու հացի նվերը եւ ապառաժի վրա զոհեց Տիրոջը եւ նա Մանուեի եւ նրա կնոջ աչքերի առաջին հրաշք արեց։ Հալելույա։ Ով ազում իր զոհի վրա այսօր հրաշք ունի։ Չէ լուրջ ուզում ես այսօր։ Բեր քո անձը Տիրոջ առաջ։ Մյուսը։ Որտեւ երբ բոցը բարձրանում էր սեղանից դեպի երկինք Տիրոջ հրեշտակն էր, սեղանի բոցով վեր ելավ եւ Մանուեն եւ իր կնիկը մտիկ էին անում եւ երեսի վրա գետինն ընկան։ Հալելույա։ Ասա ճշմարիտ զոհ, որ Աստծո կողմից ընդունվում է։
Ոչ թե մարդու աչքերի առջև, մարդուն հաճոյանալու համար, այլ Աստծուն հաճելի լինելու համար։ Ու ասում է այն ինչ որ իմ համար լավ էր, աղբ համարեցի, որ Քրիստոսին շահեմ։ Ու տեսեք ինչա կատարում հրաշք։ Աստված հրաշք արեց։ Բոցը բարձրանում էր սեղանից դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն է սեղանի բոցով վեր ելավ եւ մանվեն եւ իր կնիկը ընկան 21-ը։ Եվ Տիրոջ հրեշտակը այլես մանվեի մնաք ընկան չերված այն ժամանակ մանվեն հասկացավ որ նա Տիրոջ հրեշտակն է։ Հալելույա, կնկան ասում է այսա կմեռնենք։ Մյուսը հալելույա 23 Եվ կնիկը նրան ասեց, եթե Տերը ուզեր մեզ մերձնել, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չեր ընդունի, եւ այս բոլոր բաները մեզ չեր ցույց տա, եւ այս ժամանակին այսպիսի բաներ մեզ լսել չեր տալ, հալելույա։ Ասա այսօր Աստված փրկության ծրագիր է տալիս ինձ։ Շուրարի կողքին տասա այսօր քո փրկության ծրագիրն է։ Քանի դեռ չենք մեռել, մենք պետք է Աստծո ծրագրերը կատարենք։ Փառք Հիսուսին։ Քանի որ այսօր նաև հաղորդություն ունենք, այս տոնի վրա ուզում եմ այսօրվա քարոզը վերջացնել, բայց սա վերջը չի, սա ունի շարունակություն։ Ես հավատում եմ մյուս կիրակի նորից այս թեմայի շուրջը մենք առաջ գնանք հրաշքների ու ավելի մեծ հրաշքների կսպասենք, որովհետև այս հրաշքները չեն վերջանում։ Ամեն։ Հրաշքները ամեն ժամանակ ինչ են անում, բորբոքվում են, նորոգվում են, բարձրանում են, որտեղ Աստված մեր հետ է, որտեղ եթե Աստված մեր հետ է, ուրեմն հրաշքներն էլ ամեն։ Ու խոսքը ասում է, միտեղ էլ կարտանք, հալելույա։ Միտեղ էլ կարտանք ու ընդունենք այսօրվա հաղորդությունը։ Ասա գործ կառաքելոցը շարունակվում է։ Եվ ամեն անձի գործ կառաքելոց երկրորդ 43։ Եվ ամեն անձի վրա վախ եկավ, շատ հրաշքներ եւ նշաններ էին գործվում առաքյալների ձեռով, հալելույա։ Ամեն։ Երբ էին գործում, երբ որ ժողովրդի վրա եկավ աստվածավախությունը։ Դրա համար հենց մենք մտնենք աստվածավախության եւ աստվածապաշտության տիրույթ, այդ ժամանակ հրաշքներն ու նշանները կսկսեն հետևել մեզ։ Բայց քանի որ չկա աստվածավախություն ու չկա աստվածապաշտություն, ոչ մի հրաշքեր մի սպասեք։ Հասկացաք, մենք պետքա սովորենք աստվածապաշտ եւ աստվածավախ վարքում լինել, որ Աստծո հրաշքները մեր կյանքում սկսեն լինել այսօրվանից սկսած։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Միտեղել ու Մատթեոս 21 15 Հալելույա։ Տաշորս եւ տաճարի մեջ կույրեր եւ կաղեր եկան նրա մոտ եւ նա նրանց բժշկեց եւ որ քահանապետը եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արավ եւ այն երեխաներին էլ տաճարում նաղակելիս եւ ասելիս Օվսաննա Դավթի որդուն նեղացան։ Ում բերանով այն մեծերը այն լավ sense իրանց հոգեվոր կարծողները չէին բացականչում ով են երեխեքն էին գոռում։ Իսկ քահանապետներն ու դպիրները բորբոքվեցին, որտեղ տեսան ոչ միայն հրաշքները, որոնք Հիսուսն արեց, այլ նաև այն երեխաներին, որոնք տաճարում աղաղակում էին, Օվսաննա Դավթի որդուն։ Ասա ես աղաղակելու եմ։ Փառք Հիսուսին։ Նորից ասա ես աղաղակելու եմ։ Օվսաննա Տիրոջը։ Օվսաննա Հիսուսին։ Հալելույա։ Ով
կբորբոքվի։ Դրա համար երբ որ Աստված շատ ժամանակ հրաշքներ անում, շատերի համար դա լավ չի։ Ամեն, բորբոքվում են, խի, հենց տենց։ Աստված անելու է հրաշք, նրանց կյանքում, ովքեր որ Աստվածաբախ են, ովքեր Աստվածապաշտ են, ովքեր որ հնազանդվում են, ովքեր որ լսում են, կատարում են, ովքեր պահում են Աստծուց տրվածը, ովքեր գուրգուրում են ու սովորում են Աստծուց հոգևոր կյանքում ճիշտ ապրել եւ վարվել այնպես, ինչպես Աստծո կամքն է, որ ոչ մի պիղծմանի չկպնել, ոչ մի բան չանել, նենց ոնց որ Աստծուն կվիրավորի։ Դրա համար Տերը օրհնի ձեզ։ Եթե ուրախ ես, արի ծափարենք Տիրոջը։ Հալելույա։